Ես ճիշտ ծնվել եմ Իջևանում, բայց ես սովորել եմ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, պարոն Քոչարյան։ Դրանից հետո ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում, պարոն Քոչարյան։ Ես ինչքան էլ որ ծնվել եմ Իջևանում, ես մեծացել եմ ու ապրել եմ ու ապրում եմ Երևանում, պարոն Քոչարյան։ Ու ես իմ տարեկիցներս շատ բան գիտենք, պարոն Քոչարյան։ Շատ բան գիտենք այս քաղաքում տեղի ունեցածների մասին։ Հիմա եթե դուք ուզում եք այդտեղ տպավորություն ստեղծեք, թե դուք այն ոսկե երիտասարդության ներկայացուցիչը չեք, որին Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում էր ամեն ինչ։ Չէ, դուք հենց դա եք, պարոն Քոչարյան։ Դուք հենց դա եք։ Այո, ձեր երիտասարդության տարիներին ձեզ թույլատրված է եղել ամեն ինչ։ Ձեզ, ձեր ընկերներին, ձեր շրջապատին, ձեր հոր կողմից նշանակված մյուս պաշտոնյաների որդիներին։ Դրա մասին բոլորը գիտեն։ Ընտանիքներ են եղել, կլաններ են եղել, պարոն Քոչարյան, որոնց զավակները երբ որ մտել են սրճարաններ Երևանում, ինպես տղերքը սովորական ուսանող տղերք իրանց ընկերուհիների հետ են եղել, դուրս են եկել այդտեղից արագ, որ հանկարծ մի պատմության մեջ չընկնեն, որովհետև բոլորը գիտեն, թե ինչ կարող այդտեղ տեղի ունենալ։ Բոլորը գիտեն, թե ինչ կարող այդտեղ տեղի ունենալ։ Հիմա դուք ինձ ուզում եք համոզեք, որ այն կյանքը, որը որ մենք բոլորս ապրել ենք, որը որ մենք բոլորս տեսել ենք սուտ է, ուզում եք համոզեք, որ չի եղել տենց բան։ Հասկանում եմ, որ հիմա մի սերունդ է մեծացել, որը այդ ամեն ինչը չի տեսել, ու դուք շատ լավ փորձում եք շահագործել այդ հանգամանքը, բայց մենք տեսել ենք, պարոն Քոչարյան։ Մենք տեսել ենք, դուք այստեղից ասում եք, ինչ ախրանիկ, ինչի մասին է խոսքը, ախրանիկ բառն եմ ես եմ հնչեցրել, ինչի համար եմ հնչեցրել, կհիշեք, երբ որ ձեր օգնականը, եթե չեմ սխալվում, մոտ 2 մետր բոյով ու ինձնից շատ ավելի թիկնեղ ձեր օգնականը, պարոն Քոչարյան, ազգային ժողովի բակում փոքրամարմին լրագրողի վրա էր հարձակվել ու հարվածել, պարոն Քոչարյան, նոր էլ իրար հետ քայլում եկել ձեր հետ էր։ Դա օգնականի պահվածք չի, պարոն Քոչարյան, դա ախրանիկի պահվածք է, այո։ Դրա համար ախրանիկ, եթե չեք ուզում, որ ձեր կողքի ընկերներին, ձեր մտերիմներին, ձեր օգնականներին ախրանիկ ու հաստավիզ ասեն, ապա խնդրեք ու հորդորեք նրանց, որ հաստավզի պես լրագրողների վրա չհարձակվեն, որտեղ ինչքան հարձակվեն իրանք լրագրողների վրա, ես իրանց անվանելու եմ հաստավիզ ախրանիկ, պարոն Քոչարյան։ Երկրորդը, երեք էիք դատարանում, որ ոստիկանի հետ խոսելուց ասեցիք, ես ձեզ մուսր եմ ասել։ Այդ երեք էր, պարոն Քոչարյան, տենց ռիլ եղավ, ինչ որ տենց աուե երգերի տակ բան էին անում։ Կա կողմնորոշվեք, պարոն Քոչարյան, դուք ստեղ պատգամավոր եք, քրեական օրենսգիրք եք քվեարկում, թե տենց ինչ որ գողական բան եք փորձում ստանալ։ Դուք էլ են արքայազնը չեք, պարոն Քոչարյան։ Դուք Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստը ու ուսադիրը տեսնելու շատ զգաստ պետք է կանգնեք, պարոն Քոչարյան, այսուհետ, որտեղ ձեզ ոչ մեկ չի թողելու դուք ոստիկաններին մուսր ասեք։ Որտեղ եթե հանկարծ շշկրվեք ու մտածեք, որ դուք կարաք ոստիկաններին մուսր ասեք կամ ինչ որ մեկը, ես վստահ եմ, որ ոստիկանները այդ մարդկանց ուղարկեն իրենց համապատասխան տեղը, պարոն Քոչարյան։ Ավարտեք, պարոն Ալեքսյան։